ներկայացնի ովքեր են։ Նստիր ապրես։ Մենք 8-րդ դասարանի հետ միասին ուսումնասիրելու ենք համաշխարհային պատմության ամենակարևորագույն դասերից մեկը։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք լուսավորության դարաշրջանը, ուսումնասիրելու ենք լուսավորության գործիչներին։ Հիմա արագ ամփոփում անենք ու անցնենք առաջ։ Մենք արդեն ես ասեցի, որ այսօր մենք ներկայացնելու ենք լուսավորության դարաշրջանը։ Այն վերցնենք դասի 3 հիմնական գաղափարներ և ուսումնասիրենք այդ 3 հիմնական գաղափարները։ Այդ գրատախտակի վրա գրենք գաղափարները, նոր անցնենք առաջ։ Էլիզա գրատախտակի մոտ։ Առաջին գաղափարը, առաջին նպատակային հարցը, որը կառանձնացնենք։ Ինչ է լուսավորական շարժումը։ Ահա, ճիշտ է, ապրես։ Ինչ է լուսավորական շարժումը։ Եվ բացատրենք նաև լուսավորություն բառը։ Ինչ է լուսավորական շարժումը։ Երկրորդ նպատակային հարցի մասին հարցը կգրի Մարի գրատախտակի մոտ։ Հարցը ասա։ Ծանոթանանք լուսավորական շարժման առաջնորդների հետ, օրինակ Ջոն Լոկի, Դենի Դիդրոյի և այլ առաջնորդների հետ։ Վոլտերի Մոնտեսքյոյի, ճիշտ է։ Լուսավորության ազդեցությունը քաղաքական և հասարակական կյանքում։ Ապրես, ահա։ Երրորդը լուսավորության ազդեցությունը քաղաքական և հասարակական կյանքում։ Ահա, այսինքն մենք մեր դասի 3 հիմնական գաղափարների մասին այդ հիմա պետք է խոսենք։ Բացատրում ենք, ինչ ենք հասկանում, ձեր կարծում լուսավորություն ասելով։ Պատասխանի Էլիզա։ Լուսավորությունը կոչվում է դարը, երբ որ այդ դարում երկրում շատ փոփոխություններ են եղել։ Իսկ որ դարը մենք անվանեցինք լուսավորական դարաշրջան։ 10 պատասխանի 17-ից 18-րդ դարը մենք անվանեցինք լուսավորության դարաշրջան։ Ուրիշ ինչ կարծիքներ իմանանք։ Մաքս պատասխան։ Իմ կարծիքով լուսավորության դարաշրջանը այն դարաշրջանն է, երբ տեղի են ունենում գիտական փոփոխություններ։ Գիտական փոփոխություններ։ Ուրիշ կարծիքներ էլ են պատասխանի։ Լուսավորության դարաշրջանում ապրել են բազմաթիվ նշանավոր լուսավորականներ, որոնցից են Ջոն Լոկը, Դենի Դիդրոն, Գրոտիուսը և այլն։ Ապրես, ահա, ուրիշ պատասխաններ։ Պատասխանի Մարի։ Իմ կարծիքով լուսավորության դարաշրջանը այն դարաշրջանն է, երբ տարածվեց լուսավորական շարժումը և լուսավորական շարժման միջոցով մի շարք փիլիսոփաներ արտահայտեցին իրենց կարծիքը տարբեր թեմաների վերաբերյալ։ Ահա, հիմա մենք արդեն պատկերացում կազմեցինք ինչ է լուսավորական շարժումը, իմացանք լուսավորական շարժման մասին։ Այն հիմա կծանոթանանք նաև լուսավորական շարժման մենք առաջնորդների մասին էլ խոսեցինք, ասեցինք, որ առաջնորդներն են ովքերը, կրկնում ենք Դենի Դիդրոն, Ջոն Լոկ, Գրոտիուս, Մոնտեսքյո, դրանք համարում են լուսավորական շարժման գլխավոր առաջնորդները։ Այն հիմա մենք կանենք միասին խմբային աշխատանք, առանձին կծանոթանանք, կներկայացնենք նրանց կատարած աշխատանքները և գաղափարախոսությունները, համեմատականներ կանցկացնենք և կանփոփենք դասը աղյուսակով։ Դասարանը բաժանեցինք 3 խմբի։ Առաջին խումբը կներկայացնի Ջոն Լոկին, երկրորդ խումբը կներկայացնի Դենի Դիդրոյին, և երրորդ խումբը կներկայացնի Մոնտեսքյոյին։ Մենք խոսենք, տեսնենք նրանց գաղափարախոսության մասին և նրանց ազդեցությունը լուսավորության դարաշրջանի վերաբերյալ։ Թե ինչ գործունեություն արեցին, ինչ կարևոր գաղափարախոսություններ ունեցան և ինչու հենց նրանք դարձան լուսավորության շարժման առաջնորդները։ Ես դրա համար
տալիս եմ ընդհանրապես 3-ից 4 րոպե ժամանակ։ Արագ քննարկում ենք խմբերով։ Պատրաստ եք, գնացինք, առաջի խումբ, սկսեցինք։ Ջոն Լոկը անգլիացի փիլիսոփա եւ մտածողական էր, ով իր գաղափարներով մեծ դեր է ունեցել դեմոկրատիայի, լուսավորական շարժման եւ մարդկանց իրավունքների ձևավորման մեջ։ Նա համարվում է ժողովրդավարության հայրերից մեկը։ Եվ նրա գաղափարներից էին օրինակ, որ երկիրը գոյություն ունի մարդկանց համաձայնեցված օրենքների վրա միջոցով եւ որ մարդիկ ժողովուրդը իրավունք ունի փոխել կառավարությունը, եթե կառավարությունը խախտում է իրենց իրավունքները եւ ես կարծում եմ, որ Ջոն Լոկը կարող է համարվել լուսավորական առաջնորդ, քանի որ իր գաղափարները մեծ դեր են ունեցել մարդկանց կյանքում, օրինակ նրա գաղափարները հիմք են դարձել Ամերիկայի եւ Ֆրանսիայի հեղափոխությունների համար։ Այո, ապրես, հիմք դարձան Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հեղափոխությանը։ Լրացումներ, խումբը լրացումներ, ահա։ Ջոն Լոկը անգլիացի փիլիսոփա էր, ով կարծում էր, որ մարդը ծնվում է մաքուր տախտակ եւ իր գիտելիքները եւ փորձերը ձեռք է բերում ժամանակի ընթացքում քաղաքապես պաշտպանում էր մարդկանց իրավունքները, ազատությունը, սեփականությունը եւ ամենակարևորը այն է, որ այնտեղ պետք է լինի իշխանություն։ Իր հայտնի գրքում կառավարության մասին 2 տրակտատներ նա ներկայացնում է մարդու բնական իրավունքի մասին, կյանքի, ազատության եւ սեփականության գաղափարների մասին։ Նա եղել է բժիշկ եւ խորհրդական հայտնի քաղաքական գործիչ։ Իր քաղաքական հայացքների պատճառով որոշ ժամանակ ապրել է արտաքսման մեջ Հոլանդիայում։ Պատասխանի։ Ջոն Լոկը բանականության եւ ազատության գաղափարի կրողն էր։ Այո, բանականության եւ ազատության գաղափարի կրողն էր, ճիշտ է։ Անցանք երկրորդ խմբին, երկրորդ խումբը ներկայացնում է երկրորդ խումբը ներկայացնում է երկրորդ խումբը ներկայացնում է Դենի Դիդրոյ։ Ներկայացեցինք։ Դենի Դիդրոն փիլիսոփա է եղել, գրող, քննադատ եւ ամենից հայտնի որպես հանրագիտարանի գլխավոր խմբագիր եւ նախաձեռնող։ Նրա տպատակներ բոլոր մարդկային գիտելիքները միավորել մեկ մեծ գրքում, որպեսզի մարդիկ դառնան ավելի ազատ եւ խելացի։ Ահա, այսինքն նրա հիմնական գաղափարներից մեկը գիտելիքների տարածումն է։ Դիդրոն գլխավոր խմբագիրն ու կազմողն էր մեծ հանրագիտարանի։ Այո, հաջորդը։ Իր գործերով նա պայքարում էր կաթոլիկ եկեղեցու, կոշտ գաղափարների եւ միապետական իշխանության դեմ։ Ահա, ապրեք։ Ֆրանսիայի լուսավորական դարաշրջանի ամենակարևոր գործիչներից մեկը։ Լրացում։ Փիլիսոփայական աշխատություններ, վեպեր եւ դիալոգներ։ Ամփոփենք Դենի Դիդրոյի կատարած աշխատանքները, ամփոփենք Դենի Դիդրոն, ամփոփեցինք ինչ աշխատանքներ կատարեց։ Դենի Դիդրոյի գլխավոր աշխատություններ հանրագիտարանը, որը ներառում էր 35 հատոր։ Ահա, ինչի ստուգում էր անում։ Խմբերը կարող են մասնակցել գիտելիքի, կատարում էր գիտելիքի ստուգում։ Եվ դա է պատճառը նաև, որ նա դարձավ 18-րդ դարի գլխավոր լուսավորիչներից մեկը։ Նստեցինք, ներկայացնում ենք երրորդ։ Ներկայացնում ենք Շարլ Մոնտեսկիոին։ Շարլ Մոնտեսկիոն ֆրանսիացի փիլիսոփա եւ իրավաբան էր, լուսավորական դարաշրջանների կարևորագույն գործիչներից մեկը։ Նա հատկապես հայտնի էր իշխանության բաժանման տեսությամբ, նա դարձավ ժամանակակից ժողովրդավարությունների հիմքերից մեկը։ Նրա ամենահայտնի գործը օրենքների ոգու մասին գիրքն է։
ասեցինք նաև Մոնտեսքյոյի գաղափարախոսության մասին։ Հիմա որ կարողանանք ամփոփել, ուրեմն դասն ամփոփում ենք համեմատական աղյուսակի միջոցով։ Այսինքն համեմատական աղյուսակ ենք անցկացնում 3 լուսավորական շարժման գործիչների միջև։ Սկսեցինք, աղյուսակը գրատախտակի ներկայացնում են գրատախտակի վրա։ Ամփոփենք համեմատական աղյուսակի միջոցով։ Համեմատական աղյուսակը վերցրել ենք 3 գլխավոր լուսավորիչներին։ Վերցրել ենք Ջոն Լոքին, Դեվիդ Դիդրոյին եւ Շարլ Մոնտեսքյոյին։ Ուրեմն կներկայացնենք նրանց գլխավոր աշխատությունները, քաղաքացու դերը պետության մեջ նրանց կառավարման ժամանակաշրջանում եւ գլխավոր նպատակները։ Այդ տեսնենք, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ գլխավոր նպատակ էր հետապնդում։ Ջոն Լոքի գլխավոր աշխատությունը գրեցին գրատախտակի վրա, արագ Ջոն Լոքի գլխավոր աշխատությունը։ Երկրորդը քաղաքացու դերը պետության մեջ, այդ քաղաքացին ինչպիսի դեր ունեն պետության մեջ, գրեցին։ Փոխարինելու պետությունը, եթե անխախտում է իրենց իրավունքները։ Ապրես, ահա։ Եվ վերջում ծնվում են մաքուր տախտակ և ծնվում են հավասար։ Այո, մարդիկ ծնվում են մաքուր տախտակ և հավասար։ Սա Ջոն Լոքի գլխավոր նպատակ։ Ներկայացնում ենք երկրորդ լուսավորական գործի Դեվիդ Դիդրո գլխավոր աշխատությունը։ Հանրագիտարանների ստեղծում։ Գրեցին, հանրագիտարանների ստեղծումը։ Քաղաքացու դերը պետության մեջ։ Ինչ դեր ունեք։ Ահա, մասնակցում են պետության կարևոր որոշումների ընդունմանը։ Գլխավոր նպատակը որն է, Նատալի։ Մարդկանց նոր գիտելիքների տալը և ստեղծումը, որովհետև նրա նպատակն էր մարդկանց գիտելիքներ տալը, հաղորդելը։ Արագ լրացեցինք, անցնում ենք արդեն Շարլ Մոնտեսքյոյին։ Շարլ Մոնտեսքյո, գլխավոր նպատակն է, գլխավոր աշխատությունն էր։ Օրենքների հոգու մասին գիրքը։ Ահա, գրեցինք, օրենքների հոգու մասին գիրքը։ Մոնտեսքյոյի քաղաքացու դերը պետության մեջ։ Քաղաքացիները ինչպիսի դեր ունեն պետության մեջ։ Ռուբեն պատասխանի։ Քաղաքացիների իրավունքները պաշտպանվում են պետության կողմից։ Այո, քաղաքացիների իրավունքները պաշտպանվում են պետության կողմից։ Գրեցինք։ Հասարակշռված կառավարություն առանց բռնապետության։ Այո, եւ այսպիսով մենք մեր դասի սկզբում գրեցինք մենք 3 նպատակային գաղափարները։ Ինչ է լուսավորական շարժումը, ծանոթացանք լուսավորական շարժման առաջնորդներին, իմացանք լուսավորության ազդեցությունը քաղաքական եւ հասարակական կյանքում։ Եվ այս մեր ամբողջ նպատակային հարցերը վերջում ամփոփեցինք մեր աղյուսակով։ Ներկայացնելով մեր լուսավորական շարժման գործիչներին, իմացանք նրանց աշխատությունները եւ ամենակարևորը նրանց գլխավոր նպատակները։ Եվս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր նպատակները։ Ջոն Լոքի գլխավոր նպատակն էր մարդիկ ծնվում են հավասար եւ մաքուր տախտակ։ Երկրորդը Դեվիդ Դիդրոյի գլխավոր նպատակն էր ստեղծումը, ճիշտ է, եւ Շարլ Մոնտեսքյոյի գլխավոր նպատակն էր կայուն եւ հավասարակշռված կառավարություն առանց բռնապետության։ Եվ վերջում, այո, լուսավորական
շարժման գլխավոր նպատակներն են բանականություն, ազատություն, հավասարություն, իրավունքներ և քաղաքացիների մասնակցությունը պետության կառավարման գործիչներին։ Սրանք վերաբերվում է 17-ից 18-րդ դարերում։